Իսրայելի կառավարությունը որոշում է կայացրել հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին, այդ կապակցությամբ քննադատող հայտարարություններ են տարածել Թուրքիայի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունները։ Շարունակենք Արտյոմ Երկանյանի հետ։ Արտյոմ, կառավարությունը միաձայն կողմ քվեարկեց, ինչ է դա նշանակում։ Արտգործնախարար Գիդեոն Սարը այս նախաձեռնությունը որպես իր անհատական նախաձեռնություն էր ներկայացրել, բայց իհարկե կասկած չկա, որ դա վարչապետ Նետանյահուի որոշումն էր եւ պատահական չէ, որ ինչպես ընդգծեցի, կառավարության բոլոր անդամները կողմ արտահայտվեցին այս որոշման կայացմանը։ Որոշման մեջ նախ հաստատվում է, որ ճանաչվում է հայոց ցեղասպանության փաստը, երկրորդը դատապարտում է ցեղասպանությունը ժխտելու փորձերը եւ երրորդը կառավարությունը կոչ է անում խորհրդարանին, Քնեսետին նույնպես ճանաչել հայոց ցեղասպանությունը այս որոշմանը այսպես ուժ տալով։ Նախաձեռնող արտգործնախարար Սարը հայտարարել է, որ այս որոշումը ճիշտ կլիներ ավելի շուտ կայացնել, բայց երբեք ուշ չէ ճիշտ որոշում, ճիշտ քայլ կատարել, ասել է նա եւ հատուկ շնորհակալություն է հայտնել վարչապետ Նետանյահուին աջակցության համար։ Ինքը Նետանյահուն մամլո ասուլիսում մեկնաբանել է իր անձնական վերաբերմունքը այս նախաձեռնության վերաբերյալ, ընդգծելով, որ նա երբեք ձեռնպահ չի մնացել եւ միանշանակ պաշտպանում է այս նախաձեռնությունը։ Հիշեցնեմ, անցած տարի ամերիկացի մեկ պոդքասթերին տված հարցազրույցում նա բանավոր ընդամենը ասել էր, ահա հենց այս պահին ես ճանաչում եմ ցեղասպանությունը, բայց որևէ հետևանք այդ ամենը իհարկե չունեցավ, փոխարենը պետք է ընդգծեմ, որ առնվազն 2 անգամ խորհրդարանական մեծամասնության նախաձեռնությամբ հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձևի նախագիծը համվում էր Քնեսետի օրակարգից։ Կասկած չունեմ, որ դա արվում էր, եթե ոչ անձամբ վարչապետի, ապա խորհրդարանական մեծամասնության որոշման համաձայն։ Ինչքան հասկանում եմ, այս որոշումը դեռ չի նշանակում, որ Իսրայելը արդեն պաշտոնապես է ճանաչում ցեղասպանությունը։ Դժվար է ասել, թե արդյոք այս որոշումը նշանակում է, որ Իսրայելը դարձավ մոլորակի 34-րդ պետությունը, որը պաշտոնապես ճանաչում է հայոց ցեղասպանությունը։ Ես կարծում եմ, որ այնուամենայնիվ ոչ, քանի որ պաշտոնական կլինի որոշումը, եթե այն ընդունած լինի Քնեսետը։ Հարցը արդեն փոխանցվել է խորհրդարանի քննարկման, այն պետք է քննարկվի, բայց հարցը այն է, թե երբ եւ ում կողմից։ Խնդիրը կայանում է նրանում, որ ընդամենը 2 շաբաթից խորհրդարանը մեկնելու է արձակուրդի, իսկ ոչ ուշ քան հոկտեմբերին Իսրայելում նոր խորհրդարանական ընտրություններ են կայանալու։ Այսինքն 90% հավանականությամբ որոշումը այս ցեղասպանության ճանաչման հարցի վերաբերյալ կայացնելու է ոչ թե ներկա, այլ արդեն հաջորդ խորհրդարանը։ Եվ ամբողջ հարցը նրանում է, թե արդյոք ներկայիս խորհրդարանական մեծամասնությունը կկարողանա կոալիցիա ձևավորել նաև հաջորդ խորհրդարանում, կամ միգուցե Նետանյահուի հակառակորդները խորհրդարանական մեծամասնություն կձևավորեն, այդ դեպքում մեծ հարց է, թե արդյոք Նետանյահուի կառավարության նախաձեռնությունը դրական ուրեմն վերաբերմունքի կարժանանա նրա անդիմախոսների կողմից։ Այսինքն սա դեռ վերջնական լուծում չէ եւ դեռ կան հարցեր։ Այնուամենայնիվ եւ ես հակված եմ կարծել, որ խորհրդարանը կհետևի այս նախաձեռնությանը եւ կընդունի ցեղասպանությունը ճանաչող որոշում։ Բայց այստեղ եւս էլի հարցեր կան, թե ինչ տեսքով, 2 տարբերակ է քննարկում փորձագետների կողմից։ Դա կարող է լինել պարզապես քվեարկությամբ կայացված որոշում, որով հաստատվում է կառավարության որոշումը, եւ երկրորդը օրենք այդ ամենի մասին։ Իհարկե օրենքը շատ ավելի ծանրակշիռ տեսք կտա այդ ճանաչմանը, իհարկե բանաձև քվեարկությամբ դա նույնպես կհաստատի կառավարության Իսրայելի պետության պաշտոնական վերաբերմունքը, սակայն օրենքի կարգավիճակը արդեն պարտադիր կդարձնի հայոց ցեղասպանության ճանաչումը բոլոր կառավարական եւ պետական ատյանների համար, այդ թվում նաեւ կրթական համակարգի համար, եւ մեզ համար իհարկե գերադասելի է, որ որոշումը կայացվի օրենքի տեսքով։ Արտյոմ, կարծում եմ նաև հետաքրքիր այն հարցը, թե ինչու հենց հիմա եղավ այս նախաձեռնությունը։ Շատ տեղին հարց է եւ ես կարծում եմ 3 պատճառ կա։ Առաջինը
Իսրայելում տասնամյակներ շարունակ օգտագործում էին հայոց ցեղասպանության հարցը Թուրքիային սպես սպառնալու նպատակով, այդ դոմոկլյան սուրի պես Թուրքիայի գլխի վերևը թափ տալով, սակայն երբեմն ավելի արդյունավետ է սպառնալ թրով, քան այն օգտագործել գլխատելու համար, քանի որ սպառնալ կարելի է միշտ տասնամյակներով, իսկ գլխատել ընդամենը մեկ անգամ։ Եվ այն, որ վերջապես որոշեցին, որ ժամանակն է, նշանակում է, որ իրենց վերլուծաբանները եկել են այն եզրակացության, որ Թուրքիայի հետ հարաբերություններ բարելավել այլևս հնարավոր չի լինի, որ Թուրքիան իսկապես թշնամի է եւ վերջ։ Իսկապես այդ մասին են վկայում այն վերլուծական զեկույցները, որոնք մամուլ են թափանցում, կառավարության համար նախապատրաստվող այդ զեկույցները վկայում են այն մասին, որ Իսրայելը ընկալում է Թուրքիան որպես երկրի թիվ 2 թշնամի Իրանից հետո։ Ավելին կա տեղեկություն այն մասին, որ Իսրայելի զինված ուժերը ունեն սցենար Թուրքիայի հետ անգամ ռազմական գործողությունների։ Այսինքն Իսրայելում եկել են այն եզրակացության, որ Թուրքիան իսկապես թշնամի է, բարելավել հարաբերությունները արդեն հնարավոր չէ եւ անիմաստ է շարունակել սպառնալ եւ ժամանակն է գործել։ Երկրորդը, այս որոշումը վկայում է այն մասին, որ Իսրայելի աչքերում Ադրբեջանի ազդեցությունը սկսում է նվազել։ Բնական է, որ Ադրբեջանը այն միակ պետությունն է, որը պատրաստ կլիներ ամեն ինչ անել, որպեսզի իր դաշնակից Իսրայելը այս որոշումը չկայացնի։ Ոչ միայն Թուրքիային սպես դուր գալու համար, այլ նաև այն պարզ պատճառով, որ այսպիսի որոշումից հետո Ադրբեջանի իշխանություններին ավելի դժվար կլինի միաժամանակ 2 աթոռի վրա նստած լինել եւ ստիպված են լինելու հօգուտ Թուրքիայի եւ արդյունքում Իսրայելի հետ որոշ չափով հարաբերությունները փչացնելու գնով կողմնորոշվել։ Փաստորեն Իսրայելը իր մեջ կամ գտավ արհամարելու Ադրբեջանի կոչերը եւ դա իսկապես կարծում եմ վկայում է այն մասին, որ Ադրբեջանի ազդեցությունը եւ կշիռը Իսրայելի աչքերում սկսում է նվազել, բայց Ադրբեջանում ի տարբերություն Թուրքիայի դեռ հույս ունեն, որ միգուցե իրենց լոբինգը ինչ որ արդյունք կարող է տալ։ Դա մասնավորապես նկատում եմ հետևյալ փաստում. ի տարբերություն Թուրքիայի արտգործնախարարության տարածած հայտարարության, Ադրբեջանի արտգործնախարարությունը կոչ է անում Իսրայելի իշխանություններին վերանայել այս որոշումը։ Այսինքն հույս ունեն, որ մինչև Քնեսետում քվեարկությունը ինչ որ բան կարողանան փորձել։ Իհարկե ես չեմ կարծում, որ կկարողանան, բայց այնուամենայնիվ։ Եվ երրորդ գործոնը դա այն է, որ Իսրայելի համար էլ Միացյալ Նահանգների ազդեցությունը արդեն նույնպես փոքր-ինչ կորցնում է իր նշանակությունը։ Այն բանից հետո երբ Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև գործարք կնքվեց, Իսրայելը արդեն իրեն թույլ տվեց անգամ չլսել Միացյալ Նահանգների կոչերը։ Իսկ Միացյալ Նահանգները կարծում եմ այն միակ պետությունն էր, որը կարող էր կանխել այս որոշումը, եթե շատ մեծ ցանկություն ունենար։ Արդյոք կարող ենք ասել, որ դա միանշանակորեն լավ է կամ օգտակար է Հայաստանի համար, թե դա պետք է որոշակի վերապահումներով ասենք։ Դե միանշանակ է, որ այս որոշումը հզորեցնում է մեր փաստարկները, մեր քաղաքական արգումենտները, իօգուտ այն բանի, որ անհրաժեշտ է միջազգային ճանաչում հայոց ցեղասպանության փաստի եւ դատապարտումը եւ ժխտման դատապարտումը, բայց քանի որ Հայաստանի համար ստեղծված պայմաններում այս հարցը առաջնահերթությունների թվում չէ, այսպես շատ ավելի քիչ օգուտ կարողանանք քաղել դա այդ իմաստով։ Բայց ամեն դեպքում հետաքրքիր հնարավորությունների պատուհան է բացվում, քանի որ ինչպես արդեն ասացի, Իսրայելի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունները այս որոշման արդյունքում կարող են փոխվել եւ դա իհարկե մեզ համար ինչ որ հնարավորություն կարող է ստեղծել, նախ Իսրայելը ավելի ազատ կլինի Հայաստանի հետ հարաբերությունները նոր էջից օբյեկտիվ հարաբերություններ ձևավորելու հարցում եւ երկրորդը իսրայելական կամ հրեական ազդեցիկ լոբբին կարող է ավելի այսպես վստահելի դաշնակից դառնալ հայ լոբբիստների համար, իսկ որոշ երկրներում դա չափազանց կարևոր համագործակցություն կարող է լինել։ Շնորհակալություն։